Նիկոլ Փաշինյանը գործադիրի այս նիստում էլ դժգոհեց վերջին 7 տարիների գործունեության արդյունքներից։ Արմավիրի մարզի Փշատավան համայնքի բնակիչների հետ պատահական հանդիպումներից մեկին անդրադարձավ։ Նրանց գիտելիքներից գոհ չէ։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում, որտեվ թուղթ է, որ պրինտ ենք անում։ Այն որ մեր այն հերավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է, որ մենք տգետ ենք։ Ու մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվանը առավել եւս։ Ու մենք եթե սա չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մտածել գիտելիք ստանալու մասին, որ չառաջնորդեն դեպի աղքատություն։ Այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Թեժ ելույթի ընթացքում նիստերի դալիճի դուռը թեթև ճռռալով բացվեց։ Անվտանգության աշխատակիցներ։ Մտածեցին կռիվ ենք անում։ Շատ լավ։ Գյուղ ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունից էլ Փաշինյանը դժգոհեց։ Այս անգամ խելացի անասնագոմերին էր վերաբերում այն։ 4 տարվա ընթացքում այդ ծրագրի համար հատկացվել է 925 միլիոն դրամ։ Մենք որոշումներ, տասնյակ որոշումներ ենք կայացրել, բայց այդ տասնյակ որոշումները չեն աշխատում։ 7-ամյա պրակտիկան ցույց է տալիս, որ արտոնություն տվել ենք, այն արել ենք, 0% տոկոսներով գյուղատնտեսական վարկերը արել ենք, որոնք 0 էֆեկտ, մենակ մարդիկ հավելյալ ընկնում են սև ցուցակ։ Մինչև երբ պետք է քաղաքացին փարոսի հույսի մնա, չմտածի աշխատելու մասին ու միշտ պետության օգնությանը սպասի։ Փաշինյանն է փաստում, քաղաքացի կա 30 տարի շարունակ փարոսի շահառու է։ Սա գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը, որ դու այդտեղ բան կանես։ Եվ սա լրջագույն խնդրեմ է, մենք սրա մասին պետք է մտածենք։ Կառավարությունը սակայն կաջակցի Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից։ Ամսական աջակցություն ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40,000 դրամ կլինի, երկրորդ, երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուրին կտրամադրվի 10,000 դրամ։ Նրանք աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։